կապի դուրս գալիս։ Ինչ ա ուզում, երեխան խելագարվի։ Գոնե հիմա թող հեռու մնա, երբ իմացավ ճշմարտությունը։ Հա, ճշմարտությունը իմացել է, գժվել է, հիմա էլ Անգելինային է գժվացնում։ Չէ՞ դա իրան է կարելի հասկանալ։ Հա, հասկանում եմ, ընդունում եմ։ Իմացել է, գժվել է, տառապում է։ Դժվար է, իր համար էլ է դժվար։ Բայց երեխու մասին պետք է մտածի, եթե սիրում է երեխուն։ Պետք է մտածի, որ նենց հանի, որ այդ երեխան քիչ տառապի։ Ինչքան կարելի է զանգել։ Այդտեղ ես քեզ հետ համաձայն եմ։ Զանգեմ Միքայելին, թող խոսի որդու հետ։ Եթե ստացվի, ասում են չկա, կորել է, տեղը չեն գտնում։ Չի պատասխանում։ Ուրեմն ես զանգեմ Աննային։ Թորը ոնց է։ Իմ թորը լավ է լինելու, մազը չի ծռվելու։ Անմակարդակ էլի։ Դե սրան էլ ուրիշ ինչ ասես։ Լսի, մենք չենք ուրախանում, որ թորդ վատա ու հիվանդանոցում է։ Չափդ ինչպես միշտ անցնում ես։ Եթե իմ հանդեպ հարգանք չունես, գոնե թորանս հանդեպ հարգանք ունեցիր։ Ես ձեզ հետ հիմա երկար բարակ հավես չունեմ խոսելու, վիճելու, հաշիվներ պարզելու։ Հաշիվ պարզելու համար մենք քո համար հարմար տեղ կգտնենք, չանհանգստանաս։ Դու իմացար, որ մենք չենք գցել քո թորանը հիվանդանոց։ Մյուս անգամ բգու չհամարձակվես, զանգես ու անհանգստացնես ինձ։ Արի գնանք, թե չէ Բագրատը ներվայնացած է երևում։ Դուք դեռ երկար կցեք կբռնեք։ Ես ժամանակ չունեմ։ Գոնե ասա թորանդ վիճակը ոնց է։ Ինչ բժիշկ ես։ Չէ, բժիշկ չեմ։ Շունգել անհայտ քենեկալից տղեն է։ Մտածեցի կարող է ինչ-որ բանով կարողանանք օգնել։ Ասենք, ինչով պիտի օգնես իմ թորանը դու։ Փողով։ Հա, փող ուղարկենք, թող հերնումերը գան։ Ինչ ես ասում, Միքայել։ Բայց ըստ քեզ նորմալ է, որ երեխան հիվանդանոցում է, հերնումերը չեն կարողանում գան Հայաստան։ Գոնե փողով ձեռք բռնենք։ Այդ ուզում ես դու իմ փեսում ձեռք բռնես։ Ժամանակը կգա, իմ փեսեն քեզ ձեռք կբռնիմ։ Իսկ հիմա ավելի լավ է գնա տաղուտ գտի։ Կարող է գտնելու համար միջոցներ չունես։ Ասա ձեռք բռնենք էլի։ Միքայել, աղբորպես արի գնանք չարժիսերը վրա առողջում կակայել։ Ալո։ Բարի երեկո, Աննա, Վիկտորիան է, Անգելինայի մայրը։ Հա, Վիկտորիա ջան, իմացա։ Ոնց եք, Անգելինաս, ոնց է, բան չի պատահել, որ զանգել եք։ Իհարկե պատահել է, այլապես ինչի պետք է ձեզ զանգեի։ Ինչա, էլի լավ չի երեխեն։ Անգելինան իրան շատ լավ կզգա, եթե ձեր որդին իրեն հանգիստ թողնի։ Բայց Հենրիս… Ձեր որդին Հենրին, ինչի անընդհատ զանգում անհանգստացնում Անգելինային, երբ արդեն գիտի ճշմարտությունը։ Մի րոպե, վստահ եք, որ Հենրիս զանգել է Անգելինային։ Չեմ հասկանում, ծաղրում եք։ Չէ, ուղղակի ինքը անհասանելի է արդեն երկար ժամանակ, մենք չենք կարողանում իր հետ կապվել։ Զանգում է ու չի խոսում, փոխարենը մեր աղջկա հոգեկան աշխարհն է փոթորկում։ Վիկտորիա ջան,
Գիտես, ես չեմ կարծում, որ Հենրից զանգեր ու չխոսեր։ Նորից եմ ասում, Աննա Բագրատովնա, երբ ձեր տղան արդեն ճշմարտությունը գիտի, թող հանգիստ թողնի մեր երեխուն։ Ինչ ճշմարտություն։ Կարող է Հենրին էլ նոր բացահայտում, որ իր կյանքում աղջիկ կա ու երեխա է ունեցել։ Այս ճշմարտության մասին է խոսքը, թե էլի ճշմարտություն կա։ Իզուր զարս բռնեցիր։ Պետք է Բագրատի մռութը ջարդեի, որ տանեին թորան կողքը պարկասնեին։ Դու դե Բագրատն էլ իրա թորն էլ է։ Մենք մի հատ խնդիր ունենք։ Պետք է զբաղենք մեր թորանով, տղայով պետք է զբաղվենք։ Չնայած Բագրատի թորը ջայլ է։ Թող առողջություն ունի, թող ապրի։ Իսկ ինձ թվաց, թե Բագրատը լարված էր։ Դու լարված չէր, ենք ճված էր։ Երևում է սիրում է թորանը։ Ես քեզ ավելին ասեմ, բնության մեջ լինում են նման կենցանիներ, որ սիրելու ընդունակություն ունեն։ Բագրատ այսօր դրանցից է։ Լավ, դու գնա տուն, ես մի քիչ շոտ կգամ։ Բայց չասիր զանգերով պետք է ման գանք մենք Հենրին գտնենք։ Դե այլի զանգերով եմ ման գալու։ Ուղղակի մի հատ ուզում եմ Աննային տեսնեմ։ Ասեմ, որ քրոջ երեխան հիվանդանոցում է։ Դե հիմա կինս է։ Երեխուս է կրծքի տակ մեծացնում։ Դե կզանգես, ես կսպասեմ զանգիդ, գնացի։ Զգուշ կլնես։ Հորդ հետ գնացել եք իրաց տուն ու են փողի մեռած Բագրատին առել եք, բայց չէիր մտածում, որ հորդ փողերով չես կարա Աննային առնես։ Տեղը ճանաչի։ Գալիս էիր Երևան, որ էդ ասեիր։ Այ անհասկացող, գալիս էի, որ էդ ասեիր։ Ես էլ չգիտեմ քեզ ոնց բացատրեմ, որ ինքնասիրությունդ մի քիչ մեջդ գոնե արթնանա։ Աննայից հեռու ես մնում, ինքը մենակ իմն է լինելու, լսում ես։ Ում ես պետք ընդհանրապես առանց հորդ փողերի։ Ոչ մի բան ես դու արա։ Հորդ փողերով չես վեր թռնում։ Դե գնա քեզ մի հատ ուրիշ աղջիկ ճանի ու Աննայից հեռու մնա։ Բախտը քեզ շփտած, բայց դու հետ չգնահատեցիր։ Բայց չհասկացան, մի կան շախունցի դեմ ելնողը չի ապրում։ Ու հատկապես իրա սիրած աղջկան մոտեկողը չի կարա սաղ մնա։ Աննան իմն է։ Ինչի եկար Արամ ջան, ինչի դեր պետք։ Ինչ ես սուկ կապել։ Չես տեսնում երեխուս վիճակը։ Երեխուս ես վիճակի մեջ գցողը պատասխան կտա։ Ինքը մեջք ունի։ Ինձ պես անտեր չի։ Եթե չգար Հայաստան, կյանքը վտանգված չէր լինի։ Հիմա դու ում համար ես արցունք թափում, որդուդ թե իր Հայաստան գալու։ Տեսակ չէ, ոնց անսպասելի հայտնվեցին։ Մի պահ առնվեցի իրար, մտածեցի կհանդիպեք։ Կհանդիպենք, բայց ոչ հիմա ու ոչ սենց անշուք։ Ես շախունցների հետ հանդիպումս ուրիշ կերպ եմ պատկերացրել։ Թող որդուս վիճակը լավանա ոտքի կանգնի, պատկերացրածս կիրականացնեմ։ Իմ ուժեղ տղա։ Բայց դուրս կգա չէ այս վիճակից։ Եթե կասկածում ես, ինչ գործում ես այստեղ։ Բալես մի վարկյան անգամ չկասկածես։ Անամս ուժեղ տղա է, ինքը կհաղթահարի, դուրս կգա։
Տար դուրս է հանգստացրու աղջկատ։ Չեմ ուզում մտածեք, որ հետևում եմ ձեզ կամ էլ ականջ եմ դնում։ Ուղղակի երևի թե Աստված ա տենց կամենում, որ ես ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվեմ ու լսեմ ձեր անհասկանալի խոսակցությունները։ Մեզ հետ այնպիսի տոնով ես խոսում, ասես չես վստահում ես։ Տենց էլ կա, պապ։ Ես վաղուց դադարել եմ ձեզ վստահել։ Շատ ավելի վատ, դրան դու մեզ ցավեցնում ես։ Իսկ դուք չեք մտածում, որ դուք էլ ինձ եք ցավ պատճառում։ Անգելինա, մենք քո ծնողներն ենք, մենք քո համար պատրաստ ենք մեր կյանքը տալ միայն թե դու չտարապես, ոնց կարող ես նման բան ասել։ Ուրեմն խնդրում եմ ինձ բացատրեք, ինչ ճշմարտություն կա, որի մասին ես չգիտեմ։ Դու գիտես այն ինչ կա։ Չէ, ես տենց չեմ մտածում։ Ինչ-որ բան կա, որի մասին ես չգիտեմ։ Ինչ ճշմարտություն ա հերին իմացել։ Դու ընդամենը իմ խոսքն ես սխալ ընկալել։ Մամ, ինչի եք ինձ հիմարի տեղ դնում։ Անգելինա, ես ու մայրդ խոսում ենք, որ այդ տղան շատ վատ ա վարվում, քեզ անհանգստացնելով ճշմարտության բացահայտումից հետո։ Ես ձեզ չեմ հավատում։ Այն որ դու մեզ չես հավատում, դա չի նշանակում, որ մենք քեզնից բան ենք թաքցնում կամ ստում ենք։ Ցավոք սրտի ես ձեզ էլ չեմ վստահում։ Չնայած ինչի մենակ ձեզ։ Ես առհասարակ սկսել եմ ոչ ոքի չվստահել։ Բայց ոչինչ։ Հերին կգա վաղ թե ուշ։ Ու ես իմ բոլոր հարցերի պատասխանները իրանից կստանամ։ Այսինքն դու այսքանից հետո իրան սպասելու ես։ Ինչքան։ Ինչքան պետք լինի։ Թեկուզ մի ամբողջ կյանք։ Մենակ թե իմանամ ես այդ ճշմարտությունը, որ կարողանամ ապրեմ ու չմեղադրեմ ինձ այսքան հիմար լինելու համար։ Կասեք ոնց հարամ եմ։ Ճիշտ կլինի, որ ես քեզ այստեղ չտեսնեմ, աղջիկ ջան։ Ես տնից փախել եմ ու եկել եմ, որ իմանամ ոնց հարամ եմ։ Իսկ դու ով ես։ Կներեք, իսկ դուք ով եք։ Աղջիկ ջան, գնա ստեղից։ Հանգստացի, պապա։ Ես Արամի մայրն եմ։ Ուրիշ հարցեր ունես։ Ներկայացում խաղալու ժամանակը չի։ Դու ինչ կապ ունես Արամի հետ։ Դե ես ու Արամը շփվում ենք։ Դու մերին ես։ Հա, պատմել է իմ մասին։ Բայց Արամը դժվար թե ասած լինի, որ եղբայրն է Արամի սեսորը գցել։ Եղբայրն Արամի սեսորը գցել։ Դրանք ընդամենը ձեր կասկածներն են։ Բայց կասկածների համար ես լուրջ հիմք ունեմ։ Ճիշտ է։ Ինչպես եղբայրս է կասկածում, որ դուք եք սպանել մեր հորը։ Աղջիկ, ուրեմն գնում ես հիմա այստեղից։ Քանի դեռ Արամին վտանգ ասպառնում ես, կողմերը չես երևում։ Իսկ եղբորդ ժամերը հաշված են։ Եղբայրս ոչ մի բան չի արել։
Մերի, ես արդեն տանն եմ։ Մերի, ուր ես։ Աստորեն էստեղ էլ չես։ Լավ, ես հասկացա, թե դու ուր ես։ Հələ դու տուն արի։ Ես եմ անետ։ Ինչ ես տենց սառած հայացքով ինձ նայում։ Կարող է Հենրիից լուր ես բերել։ Հենրիին աղբորը աղջիկն է լավ գտնում։ Եթե Հենրիից լուր չես բերել, դժվար թե Աննան ցանկանա քեզ տեսնի։ Հիմա դու որպես ով ես իմ հետ խոսում։ Որպես Աննայի անվտանգության աշխատակից։ Նորմալ խոսի, հա, որ քուրիս հետ։ Թանկագինս։ Ի տարբերություն քեզ ես Անետի հանդեպ միայն խորը հարգանք եմ տածել։ Խնդրում եմ, պետք չի իմ պատճառով վիճեք։ Ինչի համար ես եկել։ Քրոջդ տղեն հիվանդանոց է անգել։ Արամը։ Ես մենակ այդ մեկին գիտեմ։ Դու ինչ գիտես, որ երեխան հիվանդանոցում է։ Կարող է քո ձեռքի գործն է։ Արա ես զարմանում եմ, հերու աղջիկ մի խելքի եք։ Հերդ էլ հորս է մեղադրում։ Սպասեք։ Մի րոպե։ Միքայել երեխան իրոք հիվանդանոցում է։ Չէ, դուք միշտ տարօրինակ ընտանիք եք եղել իմ համար, այդ նորություն չի։ Բայց որ ինձնից պետք է իմանաք, որ Արամը հիվանդանոց է անգել, այդ արդեն նորմալ չի։ Շնորհակալություն, որ եկար ու մեզ տեղյակ պահեցիր։ Հիմա ավելի լավ է գնաս Հենրիից փնտրես, ոչ թե մեր տարօրինակ ընտանիքով զբաղվես։ Որդուս փնտրողները փնտրում են, բայց դու եւս մեկ անգամ փայլեցիր քո անշնորհակալ լինելով։
Լույսերը անջատել էի, որ անակնկալը ստացվի։ Բաղուցես տանեմ։ Ինչ էական է, թե ես երբանից եմ տանը։ Ես եկել եմ ու դու տանը չես, ու ինձ այդ հերիկա, որ քեզ դուրս շպրտեմ։ Ինչ ես խոսում, Սեմ։ Ես ոնց ես հետս խոսում։ Դու երբեք իմ հետ այս տոնով չես խոսել։ Որովհետև գիտակցում եմ ուր ես եղել։ Գիշերով հելել գնացել ես այդ Արամի այդ հիմարի մոտ, հիվանդանոց։ Սեմ։ Թե կասես տես չի։ Տենց է գնացել էի։ Ուզում ես տուր սպանի, հա գնացել էի Արամին տեսնեի։ Գնացել էի տեսնեի, թե ոնց է, բայց ներս չթողեցին, որովհետև դեռ անգիտակից է։ Ինձ չի հետաքրքրում դրա վիճակը։ Սեմ ոնց չի հետաքրքրում։ Քեզ հիմա ամենաշատը պիտի հետաքրքրի, որովհետև քո վիճակը Արամի վիճակից է կախված։ Իսկ ինքը շատ վատ է։ Անգամ ծնողներն են եկել։ Ինձ ինչ։ Ով ուզում է թող գա։ Սեմ, ես ոնց խոսամ քո հետ, որ դու հասկանաս։ Ոնց խոսամ, որ դու սթափվես ու հասկանաս պահի լրջությունը։ Ավելի ճիշտ կլինի, որ դու գնաս։ Ուր գնամ։ Չգիտեմ, կորոշենք։ Ես ոչ միտեղ չեմ գնալու։ Սեմ, ես քեզ ուղղակի խնդրում եմ, որոշ ժամանակ գնա թաքնովի, խնդրում եմ։ Ես չեմ ուզում քեզ կորցնեմ։ Դու ինձ կորցնում ես այդ Արամի հետևից վազելով, դրա համար դարդանելով։ Սեմ, դու իմ համար շատ կարևոր ես։ Հա, տեսնում եմ ինչքան կարևոր եմ։ Ես քեզ ուղղակի խնդրում եմ, գնա ու թաքնվի, Սեմ։ Իմ մասին մի մտածի, ես հոգ կտանեմ իմ մասին։ Խնդրում եմ, գնա։ Վերջին անգամ եմ ասում, ես չեմ փախչելու։ Վերջացավ։ Հիմա գնա քնելու։ Արամս շատ լավ երեխա է։ Ես Արամին շատ եմ սիրում։ Ես ուղղակի չեմ հասկանում, եթե Արամի հետ դեպք է պատահել, պապան ինչի չի զանգում մեզ մի հատ զգուշացնի։ Պապայից հետո ա գլուխ անում։ Բարձրախոսը միացրում է։ Համբերի տեսնենք վերցնում է։ Բակրատ, Արամին ինչ է եղել։ Այդ երեխան հիվանդանոցում ա ու մենք տեղյակ չենք։ Հարցրու որ հիվանդանոցում է։ Երեխան որ հիվանդանոցում է, ասա ես ու Աննան ուզում ենք գանք։ Գժվել ես։ Հուսով եմ բարձրախոսը չես միացրել։ Չէ, բայց ուզում էի։ Սոսն ու Լիլիթն են եկել։ Հիվանդանոցում են։ Որքուր ինչի բարձրախոսը չես միացնում, ինչ է ասում։ Միացրու ես էլ իմանամ։ Սպասայ բալա լավ չի լսվում։ Ուրեմն երեխու վիճակը լուրջ է, հա։ Պատկերացրու այնքան լուրջ է, որ ստիպված եղա ծնողներին կանչել։ Ինձ որ մնար, Սոս Հայաստան ոտ չէր դնի։ Շատ վատ բան ասացիր։ Նույնիսկ քիչ էր մնում, հայր եւ որդի շահմուսները նրանց տեսնեին։ Մազով պրծանք։ Դա այդ արդեն հասկացա։ Նրանցից եք իմացել, հասկացա։ Ինձ ասա երեխան ինչ վիճակում է։ Ինչի է հիվանդանոց ընկել։ Նորից եմ ասում, շատ լուրջ է։ Իսկ ինչ է եղել, վիրահատությունից հետո կիմանանք։ Լավ, ամեն դեպքում կզանգես։ Կսպասեմ քո զանգին։ Ինչ ասեց։ Ինչի բարձրախոսը չմիացրիր։ Որ չանհանգստանաս։ Քրոջս տղան հիվանդանոցում է, ես էլ դրա մասին Միքայելից եմ իմանում, դու ասում ես, որ չանհանգստանամ։ Որովհետև առանց հնել անհանգիստ ես։ Մի մոռացի կարգավիճակդ։ Ինչքան էլ Լիլիթի հետ կապ չունենամ, միևնույնն է, Արամի համար սիրտս ցավում է։ Բակրատն ասես լուրջ բան չկա։ Արդեն վիրահատում եմ։ Դե ամեն դեպքում արի, գնանք հիվանդանոց երեխու կողքին լինենք։ Հիմա չի։ Թող լույսը բացվի կգնանք։ Միքայելը ճիշտ է ասում։ Մենք շատ տարօրինակ ընտանիք ենք։
Մեկ դու էլ քեզնից տարօրինակ ես պահում հորքոր։ Հալո։ Հա, ինչ ես պարզել։ Արա գնացիք իմ ասած տեղը։ Հա, ինչ որ բան պարզեցիք։ Դե ուրեմն դատարկ տեղը մի զանգի ու քեզ վտանգի տակ մի դիր, որովհետև նյարդերս արդեն չի երիքում։ Միքայել, եթե ինքնատիրապետումդ կորցնես, քեզ ես վնասելու։ Աշխատի համբերատար ու խաղաղ լինել։ Չեմ կարողանում։ Ամեն զանգի հետ գնում եմ այն աշխարհ հետ եմ գալիս, համ լավ առումով, համ վատ։ Հենրի մասին բան իմացաք, պապի։ Չէ, աղջիկ ջան, որ բան իմանանք տեղյակ կպահենք, անպայման։ Դե լավ, հաց եմ դնում ուտենք ուրեմն։ Ես չեմ ուզում բալես։ Ես էլ ախորժակ չունեմ։ Դու իմացար, որ մորքուրիդ տղեն հիվանդանոց անգել։ Ոնց Արամը։ Բայց ինչ ա եղել, ինչի համար է հիվանդանոցում։ Չգիտեմ, ոչ էլ հետաքրքրում է։ Դե եթե Բագրատին լսենք, այն ընկերդ ոնց էր ասում Հենրիս, ուլը կարա իրան հիվանդանոց գցած լինի։ Սեմը Արամին հիվանդանոց գցի։ Բայց ինչի համար։ Այսօր Ինչի քնած ես։ հարցից հարցով մի պատասխանի ուր ես գնում։ Գնում եմ հիվանդանոց, որ Բագրատը մենակ չմնա։ Ես քեզ ասեցի արի գնանք հիվանդանոց, մերժեցիր, հիմա գիշերվա կեսին մենակ թաքուն ինչի ես գնում։ Չես ուզում, որ վիրավորում ես։ Կներես, բայց դու ինձ ուրիշ տարբերակ չես թողնում։ Դու պետք է մնաս Բալեստանը ու հանգստանաս։ Իսկ ես պարտավոր եմ գնամ ու Բագրատի կողքին լինեմ։ Ես էլ եմ գալիս։ Չէ, բալես։ Չէ, դու քեզ խնայեք։ Որ նորից մի սկսի։ Ես հիմա կգնամ, գիշերը Բագրատի կողքին կլինեմ, որ մենակ չլինեմ։ Իսկ դու եթե ուզում ես առավոտ կգաս։ Նուրը խաղ։ Կարող ես սխալ բան եմ անում, բայց ես էլ քեզ չեմ վստահում։ Գնա, ամուսնուդ կողքին եղին։ Թող ինք իմ կողքին լինի, ես մայն եմ ու ես ավելի շատ օգնության կարիք ունեմ։ Հա, բայց դու պիտի… Հերիքա թելադրես, թե ես ինչ անեմ, ես լավ գիտեմ ինչ եմ անում, դիմացը տաննան չի։ Քեզ հավաք բայի, հանգիստ։ Այս ամեն ինչը քո պատճառով է։ Եթե դու տղայիս հետևեիր, իրան կյանքը վտանգված չէր լինում, մենք ստիպված չէինք լինի Հայաստան գալ։ Ոչ թե շուտ գալու էիք։ Սոսը ծրագրել էր։ Վրեժ ունի։ Դե տես այդ վրեժ աղջկա տունը չքանդի։ Անգել ջան, ինչի համար ես գիշերով հանդիպում խնդրեցիր, անհանգստացա։ Իսկ դու չես գուշակում։ Գուշակում եմ իհարկե։ Անգել, բայց ինձ շատ դժվար է քեզ այս վիճակում տեսնել։
Ես նստած եմ իմ քրոջ դիմաց։ Պապա, ինչ ես ամեն ինչ այսքան իրար խառնել։ Ինձ տարբեր ինֆորմացիաներ են հասնում, բայց ցավոք սրտի ես չգիտեմ ում հավատամ։ Խնդրում եմ գոնե դու ասա ինչի հայրին ինձ թողեց ու գնաց։ Բայց ինչի ես հենց ինձ հարցնում անգել։ Չգիտեմ ինչի, բայց ես քեզ վստահում եմ։ Նայում եմ աչքերիդ ու հասկանում եմ, որ դու գիտես ճշմարտությունը։ Դու իմ վերջին հույսն ես, Վայնա։ Խնդրում եմ, գոնե դու ասա պատճառը։ Ինչի է հայրին ինձ մենակ թողել։ Ես չգիտեմ հիմա ում հավատամ։ Խնդրում եմ, մի բան ասա։ Դու իրավունք ունես իմանալու ճշմարտությունը, անգել։ Հանգիստ։ Բերքների ցուցակը։ Ո՞վ եք, բացում եք Սեմին։ Սեմ! Նույնիսկ պատկերացնել չեմ ուզում ինչ կկատարվի, ինչ կանի ինձ Աննան, երբ իմանա իրականությունը։ Չէ, ինչի մենակ Աննան, նաև շփունցները։ Ինձ որպես դավաճան ողջ կա իրեն։